Ղևտացիների գիրք, գլուխ 4. Անգիտակցաբար կատարված մեղքի պատարագ։ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. եթե որևէ մեկը անգիտությամբ Տիրոջ պատվիրանների դեմ մեղանչի ու արգելած բաներից որևէ մեկն անի, եթե օծված քահանա է ժողովրդին հանցանքի դրդող մի մեղք գործում, իր գործած մեղքի համար արջառներից անըրատ մի երիտասարդ զվարակ թող բերի ու մատուցի Տիրոջը, իբրև մեղքի պատարագ։ Եվ վկայության խորանի դուռը Տիրոջ առջև թող բերի զվարակն ու իր ձեռքը զվարակի գլխին դնի և Տիրոջ առջև մորթի զվարակը։ Օծված քահանան զվարակի արյունից թող վերցնի ու բերի վկայության խորան, և քահանան թող իր մատը թաթախի արյան մեջ ու Տիրոջ առջև սրբարանի վարագույրի առջև 7 անգամ սրսկի այդ արյունից, և քահանան արյունից մի քիչ թող դնի Տիրոջ առջև, անուշահոտ խնկի զոհասեղանի եղջյուրների վրա, որ վկայության խորանի մեջ է, ու զվարակի մնացած ամբողջ արյունը վկայության խորանի դռան մոտ եղած ողջակեզի զոհասեղանի հատակին թող թափի։ Մեղքի պատարագ եղող զվարակի ամբողջ ճարպը, այսինքն փորոտիքը, ծածկող ճարպն ու փորոտիկի վրա եղած ամբողջ ճարպը այնտեղից վերցնի, և երկու երիկամներն ու կողի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթն իր երիկամունքով պոկի, ինչպես խաղաղության զոհի զվարակից պոկելուց է անում, և քահանան ողջակեզի զոհասեղանի վրա թող այրի դրան, և զվարակի կաշին ու նրա ամբողջ միսը, գլխի ու ոտքերի հետ միասին և նրա փորոտիքն ու աղբը, այսինքն ամբողջ զվարակը բանակից դուրս մի մաքուր տեղ հանի, ուր մոխիրն է թափվում, ու փայտերի վրա կրակով այրի այն։ Մոխիր թափված տեղը թող այն այրվի։ Եվ եթե Իսրայելի ամբողջ ժողովքը անգիտությամբ մեղանչի Տիրոջ որևէ պատվիրանի դեմ, արգելված մի բան անելով, երբ իմացվի նրանց կատարած մեղքի մասին, ապա ժողովքը մեղքի պատարագի համար թող մի զվարակ մատուցի ու վկայության խորանի առջև բերի այն։ Ժողովրդի ծերերը Տիրոջ առջև իրենց ձեռքերը թող դնեն զվարակի գլխին, ու զվարակը թող մորթվի, և օծված քահանան զվարակի արյունից թող վկայության խորան բերի, և քահանան իր մատը թող արյան մեջ թաթախի ու Տիրոջ առաջ եղած վարագույրի առջև 7 անգամ սրսկի, և արյունից մի քիչ վկայության խորանի մեջ Տիրոջ առջև եղող զոհասեղանի եղջյուրների վրա դնի, ու մնացած ամբողջ արյունը վկայության խորանի դռան մոտ եղած ողջակեզի զոհասեղանի հատակին թափի։ Նրա ամբողջ ճարպը թող վերցնի նրանից ու զոհասեղանի վրա այրի, և մեղքի պատարագ եղող զվարակին ինչ որ արեց, այս զվարակին էլ նույնը թող անի, ու քահանան նրանց համար քավություն անի, և դա կներվի նրանց։ Եվ զվարակը պետք է բանակից դուրս հանի, ու ինչպես որ առաջին զվարակն այրեց, սա էլ նույն ձևով թող այրի։ Սա է ժողովրդի համար մեղքի պատարագը։ Երբ որևէ իշխան մեղք գործելու լինի ու իր Տեր Աստծո արգելած բաներից որևէ մեկը կատարելով սխալմամբ հանցավոր դառնա, եթե իր կատարած մեղքի մասին իրեն հայտի դառնա, իր համար այծերից արու մի անարատ նոխազ որպես ընծա թող բերի, և իր ձեռքը նոխազի գլխին դնի ու այն Տիրոջ առջև ողջակեզի մորթվելու տեղում մորթի։ Սա մեղքի պատարագ է։ Քահանան մեղքի պատարագի արյունից իր մատով թող վերցնի ու ողջակեզի զոհասեղանի եղջյուրների վրա դնի, և նրա մնացած արյունը ողջակեզի զոհասեղանի հատակին թափի, իսկ նրա ամբողջ ճարպը խաղաղության զոհի ճարպի նման, զոհասեղանի վրա թող այրի, ու քահանան նրա մեղքի համար քավություն անի, թողություն լինի նրան։ Եվ եթե երկրի ժողովրդից մեկն անգիտության պատճառով մեղանչի Տիրոջ պատվիրաններից մեկի դեմ ու արգելված բաներից որևէ մեկը կատարելով մեղավոր լինի, և եթե իր կատարած մեղքն իրեն ասվի, իր գործած մեղքի համար որպես ընծա այծերից մի անարատ էգ այծ թող բերի, և իր ձեռքը մեղքի պատարագի գլխին թող դնի ու մեղքի պատարագ եղող անասունը թող մորթի ողջակեզների մորթվելու տեղում, և քահանան իր մատով թող վերցնի նրա արյունից ու ողջակեզի զոհասեղանի եղջյուրների վրա դնի, և մնացած ամբողջ արյունը զոհասեղանի հատակին թափի։ Նրա ամբողջ ճարպը թող պոկի, ինչպես պոկում է խաղաղության զոհի ճարպը, ու քահանան այրի այն զոհասեղանի վրա, որպես անուշահոտություն Տիրոջ առջև, և քահանան նրա համար քավություն անի, և նրան կներվի։ Եթե մեղքի պատարագի համար գառ մատուցելու լինի, մի անարատ էգ թող բերի, և իր ձեռքը դնի մեղքի պատարագի գլխին ու ողջակեզներ մորթելու տեղում մեղքի պատարագի համար թող մորթի այն, և քահանան իր մատով մեղքի պատարագի արյունից թող վերցնի ու դնի ողջակեզի զոհասեղանի եղջյուրների վրա, և մնացած ամբողջ արյունը թափի զոհասեղանի հատակին, և խաղաղության զոհից գառան ճարպը պոկելու նման նրա ամբողջ ճարպը թող պոկի, ու քահանան զոհասեղանի վրա այրի այն Տիրոջ պատարագների հետ,
եւ քահանան նրա կատարած մեղքերի համար քավություն թողանի, եւ նրան թողություն կլինի։